ռուս-ուկրաինական պատերազմը կարծեք թե նոր փուլ է, հա, թևակողել եւ ճիշտ է Պուտինը ասում է այս իրավիճակը չի անդրադառնում առաջնագծի վրա, բայց մենք տեսնում ենք ինչ վիճակ է, վառելիքի խնդիր կա, տնտեսական խնդիրները գնալով խորանում են։ Եվ այստեղ Պուտինի համար ավելի վտանգավոր է ոչ թե առաջնագծի հարցը, որտեղ ժողովրդի մեծ մասը առաջնագծի, ասենք, տատանումը մի 100 կիլոմետր էսկոմենկոմ չի էլ նկատում, բայց ժողովուրդը նկատում է, որ բենզին չկա, նկատում է թանկացում։ Ես լսում էի նոր մի կնոջ, որը լաց էր լինում, ասում էր, մեր հեռախոսները չէր աշխատում Մոսկվայում եւ այդ կենտրոնական Ռուսաստան դիքչել արևել, որովհետեւ անընդհատ միացնում են այդ ճնշող միջոցները, ռեպ, այսպես կոչված, ռադիոէլեկտրոնная բանբա, որը խլացնում է բոլոր մի կապի։ Դա հեռախոսը։ Ասում եմ, մենք չենք կարող մեր երեխեքի հետ կապեն, գոնե ասում եմ, վերականգնեք նախկին գծային հեռախոսները, որ շտապօգնություն կանչենք։ Մերս ասում եմ, հիվանդել, ասած էսա Պուտինի համար եւ Պուտինյան Ռուսաստանի համար, սա ասում եմ հատուկ շեշտել, Պուտինյան Ռուսաստանն է մեր թշնամին։ Եթե Ռուսաստանում կլինի իշխանափոխություն, եթե կգան, չգիտեմ, այլ ուժեր, որոնց հետ մեր շահերը կհամընկնի, բնականաբար կարելի է նայել, թե ինչ պիտի անենք, ինչպես Իսրայելի պարագայում, երբ որ հակահայկական է, հակահայկական, երբ որ պրոհայկական, պիտի նայենք ըստ իրավիճակի։ Հիմա ռազմական առումով հաջողություն չունեն, ընդհակառակը գնալով բարթանում վիճակը, մենք տեսնում ենք այդ զորահավաքն էլ այլևս չեն կարող անգամ փողով իրականացնել, տնտեսական վիճակը վատանում է, նավթի գինը այսօրվա վիճակով 1 բարել է $72, որը բավականին ցածր է, մինչև 120 էր ասել, 105-106 նորմալ է եւ անկում է ապրում։ Հիմա եթե Իրանը Նաև ինչի Ռուսաստանը չի ուզում Իրանը արևմուտքի հետ լեզու գտնի, որովհետեւ թե արևմուտքի հետ լեզու գտավ, պատժամիջոցներից Իրանը դուրս է գալու եւ ուղակի նավթ է ծախելու համաշխարհային շուկա, այսօր անուղակի է ծախում, աչք են փակում, ստվերային ծախում է, իսկ եթե Իրանը մտավ ամբողջ թափով գազի եւ նավթի շուկա, նշանակում է նավթի գինն ավելի է ընկնելու, կամ Ռուսաստանի այդ անօրինական նավթի փոխարեն առնելու են իր օրինական նավթը։ Դրա համար այդ հարցն էլ կա, իրար սա փոխկապակցված է։ Ռուսաստանը ապագա չունի որպես կայսրություն։ Ռուսաստանը որպես երկիր կմնա բնականաբար ինչ որ կորուստներ կունենա, ինչքան շուտ Ռուսաստանը հաշտվի այդ մտքի հետ, ինչպես շատ կայսրություններ են հաշտվել։ Պորտուգալական, իսպանականից սկսած մինչև ֆրանսիական ու բրիտանական Ռուսաստանն էլ պետք է հաշտվի, որ կայսրությունների ժամանակը ավարտվել են։ Հետևաբար ինքը չունի այդ կարողությունը եւ նաեւ հասկանա, որ իր համար ավելի լավ հարավային Կովկասում ունենալ բարեկամ Հայաստան եւ աջակցել այդ Հայաստանին եւ ոչ թե Հայաստանի թշնամիներին աջակցել, որովհետեւ նրանց չեզոքությունը հայերի հաշվին, ինչպես Ղարաբաղում վճարեց Ղարաբաղով թուրքերին, որպիսի չեզոքությունը իրանց ապահովի։ Ես ուզում եմ ասել, որ այսինքն մենք այս տարի ականատես ենք լինում շատ տևական հակամարտությունների եզրափակիչ փուլ մտնելու։ Դա իսրայելական եւ Իսրայել այսպես ասած թուրքական հակամարտությունն է, դա Ռուսաստան, Ուկրաինա պատերազմն է եւ Իրան արևմուտք կամ Միացյալ Նահանգներ Իսրայել պատերազմը։